3 մայիսի 6-ին ոստիկանական հատուկ օպերացիայի շրջանակում կրակոց է հնչել Երևանում։ Երևանի քրեական վարչության թմրամոլության ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնում հերթական օպերատիվ տվյալներն են ստացվել, որից հետո այդ տվյալներն իրացնելիս ժամը 10:20-ի սահմաններում Ազատամարտիկների փողոցից դեպի Կրիլովի փողոց տանող բակային հատվածում Ռոստովյան 27 շենքի դիմացից ապօրինի զենք զինամթերք կրելու եւ պահելու կասկածանքով քրեական ոստիկանները փորձել են քրեական ոստիկանություն հրավիրել Երևանում հաշվառված 39-ամյա Սուրեն Ա-ին։ Վերջինը չի ենթարկվել քրեական ոստիկանների օրինական պահանջին, փորձել է դիմել փախուստի, ինչից հետո ոստիկաններն, ովքեր մի քանի անգամ հորդորել են, որպեսզի նա իրենց հետ հանգիստ գնա ոստիկանություն, ստիպված ձեռնամարտի հնարքներ են կիրառել ու այդ ժամանակ հնչել է կրակոց։ Գագիկ Շամշյանի տեղեկություններով տեղում պարզվել է, որ կրակոցը հնչել է Սուրեն Ա-ի ձեռքում եղած հրազենից, ինչի արդյունքում նա դաստակի հատվածում ստացել է հրազենային վնասվածք։ Ժամանած շտապօգնության բժիշկները նրան տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն։